Ողջույն հարաբազորյա հացի սիրելի ընտանիք, այսօր անգամ եւս պիտի խոսենք փորձության մասին։ Մենք կխոսենք փորձության մասին, որում բոլորս ենթակա ենք այս երկրային կյանքի ընթացքին։ Փորձություններու դիմաց կանգնելու ժամանակ երեք բան կսորվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսեն, երբ փորձվեցավ սատանային անապատի մեջ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահել է յետք։ Առաջին Սատանան մեզ կմոտենա մեր ամենատգար բահերուն։ Երբ Տերը քաղցած էր, Սատանան եկավ փորձելու զայն։ Ան նույնպես կուքա մեզի, երբ մենք ֆիզիկապես, հոգեպես կամ հոգևորապես դգարացած կլանք։ Այդ պահուն, երբ կսկաս, որ սուզվելու վրա ես, մի մնար խավար սենյակիդ մեջ, վազե դուրս, լվա դեմքդ, աղոթե եւ հույսը դիր Քրիստոսի վրա, ան որ մերավ եւ հարություն արավ բոլորիս համար։ Երկրորդ, սատանային չենք պատասխաներ մեր մտքերով, այլ Աստուծո խոսքով։ Երբ սատանան փորձեց Տեր Հիսուսը, Քրիստոս չսավ գգարձեմ, այլ ըսավ քրված է։ Ամեն անգամ, երբ սատանան կփորձե մեզ խաբել, մենք պիտի զինվենք Աստվածաշնչով։ Մի թողուր Սուրբ Գիրքը դարակներու մեջ փոշիներուն տակ։ Գարտազ այն, նույնիսկ եթե սկզբունքով չես հասկնար։ Աստծո խոսքը իր ուժով պիտի բրգե քեզ եւ տա քեզ իմաստություն հաղթելու համար սատանային։ Երրորդ, սատանան շատ համբերատար է։ Ան չի հուսահատիր, երբ առաջին փորձության մեջ ցախողեցավ, եւ Տերը ըսավ քրված է, միայն հացով չապրիր, այլ Աստծո բերնեն ելած ամեն մեկ խոսքով, սատանան դարձյալ եկավ նոր փորձությամբ։ Այս անգամ նույնիսկ Աստվածաշունչեն մեջբերումներ կատարելով։ Այո, սիրելիներ, մի զարմանաք։ Սատանան ծանոթ է Սուրբ Գրքին, եւ մենք, Քրիստոսի զավակներս, պետք է շատ ավելի ծանոթ լինենք։ Ան կօգտագործե Աստծո խոսքը խեղաթյուրելով, քանի որ գուզե մեզ հեռացնել ճշմարտութենեն։ Սատանան, երբ փորձեց Տերը ասելով, քեզի պիտի պաշտպանեն եւ շալգեն հրեշտակները, միտումնավոր գերբով խեղաթյուրեց համարը։ Աստվածաշունչը խեղաթյուրեց, մեջբերելով միայն գեշ ճշմարտությունը։ Սակայն Տերը գիտեր ամբողջ ճշմարտությունը եւ անոր համար պատասխանեց, գրված է նաեւ պիտի չփորձես քու Տեր Աստվածը։ Մեզի կսորվեցնե, որ երբեք չփորձենք Աստված, այլ վստահենք անոր պաշտպանության վրա, երբ ուրիշները մեզ կուզեն վնասել։ Սատանան երբեք չի հուսահատիր, ան միշտ կփորձե մեզ հեռացնել Աստուծո ճշմարիտ պաշտամունքեն։ Քանի որ ինքն այլևս իրավունք չունի Աստծո ծառայելու, ան կպայքարի, որպեսզի մենք եւս զրկվենք այդ շնորհեն։ Ան կփորձե մեզ երեք ցևով՝ մարմնով, հոգիով եւ հոգեվորապես։ Մարմնի փորձությունը ցանկությունն է եւ անոր թեմ թեղը ձոմաբահությունն է։ Հոգիի փորձությունը հպարտությունն է եւ անոր թեմ թեղը աղոթքն է։ Հոգիի ախտը ագահությունն է, որում թեմ թեղը նվիրաբերությունն է եւ արադացերնությունն է։ Երբ կուտանք ուրիշներուն, այն ադեն միայն պիտի ապրենք իրական երջանկություն, քանի որ կնմանենք Քրիստոսին։ Ուրեմն սիրելիներ, ամուր մնանք մեր հավատքի մեջ, աղոթենք, ծոմ պահենք եւ արադացերն ըլլանք, որպեսզի սատանան չկարենա մեզ հեռացնել Աստծո ճշմարտություններեն։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը հանդիպելու հույսով կողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ